Սովորել եմ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում, ունեմ 2 բարձրագույն կրթություն, չեմ աշխատում եւ դա հիմնական խնդիրներից է սովորելու տարիներին գյուղական համայնքների համար մեծ խնդիր է նաեւ տրանսպորտը, երբ հատկապես փոքր համայնք է լինում եւ տրանսպորտը մեծ խնդիր է լինում տեղաշարժվելու համար։ Ուսանողական տարիներին դա խնդիր էր հիմնականում։ Իսկ այժմ ավարտելուց հետո խնդիր է նաև աշխատանք գտնելը, երբ փորձում ես քո գիտելիքներին համապատասխան, մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնել, սակայն գործատուների մեծ մասը առաջ են քաշում այն թեզը, որ նորաբարտ ես, չունես աշխատանքային փորձ, երբ համայնքում դիմում ես տարբեր տեղեր ու ստանում ես մերժումներ, գալիս է մի պահ, որ կոտրվում ես ու ցանկանում ես տեղանքը փոփոխել, հույս ունենալով, որ հնարավոր է այլ տեղում, այլ միջավայրում գտնել համապատասխան աշխատանք, մտածում ես, որ միգուցե քեզ հնարավորություն ընձեռեն այլ վայրում, սակայն կցանկանամ մնամ համայնքում, զարգացնել, իմ փոքր ներդրումը ունենալ իմ գյուղի, Իջևան քաղաքի զարգացման գործում, իմ գիտելիքներով, իմ աշխատանքով, ես ինքս լինելով գյուղաբնակ, երիտասարդ, դեռևս փոքր հասակից առնչվել եմ այդ դժվարություններին եւ ցանկացել եմ այցելել, հաճախել տարբեր խմբակների ու հենց այդ գյուղական կոլորիտը, այդ գյուղից, քաղաքից կտրվելու հանգամանքն է խոչընդոտ հանդիսացել, որ շատ երեխաներ չկարողանան հաճախել այն խմբակներին, որոնք իրենց համար այդպես էլ մնացել են երազանք։ Փառք Աստծո, հիմա դեպի նոր ժամանակներ գալով այդ խնդիրը փոքր-ինչ լուծվում է, բայց դեռևս կան շատ գյուղական համայնքներ, որոնք դեռևս առնչվում են այդ խնդրին եւ երիտասարդների, երեխաների մեծ մասը զուրկ են լինում այն հնարավորություններից, ինչ Երևան քաղաքի երիտասարդները։ Ես հավատում եմ, որ նախ կրթությունը շատ կարեւոր է եւ կրթություն ստացած մարդիկ, հատկապես երիտասարդներն են մեր երկրի վաղվա օրվա կարևոր գործոնը։ Երբ իմացա առաջարկ Հայաստանի ծրագրի շրջանակներում իրականացվող երիտասարդական մրցույթի մասին, մեծ ողջավորությամբ ցանկացա ես նույնպես մասնակցել եւ վստահ եմ, որ երիտասարդների ձայնը լսելի է։ Ես առաջարկում եմ կրթության ոլորտում տեսական գիտելիքներից զատ իրականացնել նաև գործնական աշխատանքներ, այդ գիտելիքները ավելի լավ սովորելու, տպավորվելու երիտասարդների մեջ, իրականացնել գործնական քայլեր, երիտասարդների շրջանում կատարել մոտիվացիոն աշխատանքներ, խթանել նրանց ձեռնարկատիրական մտածողության զարգացմանը, տարբեր դասընթացներ կազմակերպել, փոքր դրամաշնորհներով աջակցել այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են հատկապես մարզային շրջաններում ստեղծել, հիմնել իրենց փոքրիկ բիզնեսը եւ զարգացնել, նպաստելով դրանով իսկ նպաստել մարզային եւ գյուղական շրջանների սոցիալ-տնտեսական վիճակի զարգացմանը, որտեղ կիրականացվեն հետագայում հանդիպումներ երիտասարդների հետ, աշխատանքային միջավայրի մասին ավելի ամփոփ տեղեկատվություն կհաղորդեն նրանց։ Կարծում եմ երիտասարդներին հատկապես խանգարում է այն կարծրատիպը, որ իրենց ձայնը լսելի չէ, իրենց կարծիքը ոչ մեկ հաշվի չի առնում, փոքր հատված են կազմում, սակայն ուզում եմ կոտրել այդ կարծրատիպերը եւ բոլորին հորդորել, որ հավատան իրենց ուժերին, բոլոր երիտասարդների ձայնը մի օր դառնում է լսելի, դա կախված է հենց մեզնից, երիտասարդներից, մեր աշխատասիրությունից, մեր հետագա գործողություններից եւ պետք չէ հիասթափվել ու հնարավորությունները փնտրել երկրից դուրս։ Հենց մենք պետք է մնանք Հայաստանում, մենք զարգացնենք մեր երկիրը, մենք շենացնենք եւ հետագայում հենց մեր գործողությունների արդյունքում մենք կտեսնենք այն արդյունքները, որին հիմա սպասում ենք։